Հայերենն այն լեզուներից է, որոնք օտար տարրերը նախընտրում են ներկայացնել թարգմանաբար։ Եթե համեմատելու լինենք ռուսերենի հետ, ռուսերենի դինամիկ ձևը հուշում է, որ նա օտար տարրերը կարող է նաև պատրաստի ձևով վերցնել եւ շատ հաճախ այդպես էլ անում է։ Ճանապարհով անցնելիս տեսա, որ մի մարդ իր այգում արմավենիներ է տնկում, ծերունք, զարմացած հարցրեց Խալիֆը։ Հետաքրքիրն այն է, որ այս սկզբունքը հայերենում դրված էր հենց 5-րդ դարից, հենց գրերի գյուտից անմիջապես հետո, երբ թարգմանական գրականությունը մշակվեց հայերենում, իսկ առաջին թարգմանական գրականությունը, ինչպես գիտեք, Աստվածաշունչն էր։ Պաշտոնյաների 1000 դարեկան նվեր տվեք նրան, շատ բարի ու Սա եւ շատ տառերը հայերենի մեջ հնչյունները ունեն իրենց որոշակի ֆունկցիաները, որոշակի իմաստները եւ այս առումով տարբերակում են դրանք։ Օրինակ, ասենք սերտ բառը, եթե ցանկանում ենք դա այս հասկացությունը փոխարկել ֆիզիկական իմաստի, ապա սեն փոխարինում ենք շեյով, ասում ենք շերտ։ Մի բան, որ մյուս լեզուները դա չեն կարողանում կատարել։ Օրինակ, պարսկերենը բոլոր հնչյունները միանշանակ արտահայտում է շեյով կամ սանսկրիտը շեյերը արտահայտում են սեյով։ խոսքը եւ հետը պալատ տարա, որպեսզի նա դառնա իր երեխաների դասերը։ Օրինակ շումերական աշպուշան բառը, եթե այստեղ շեյերը բոլորս արգենք սա, ապա միանշանակ կարող ենք տեսնել հայկական բառը ասպուսան, որ նշանակում էր ձիու մարզիչ, կամ ասենք նույն հնդկերեն բառը սրջատի սունահի, այսպիսի տերմին կար, որը շներով որսանելու տերմին էր, այստեղ սեյրը շեյով փոխարինելու նույնպես կստանանք հայերեն շրջատել, շնահել։ Եվ ծերունին դրան վերցրեց գողություն տվեց Աստծուն։ Խալիֆը հարցրեց. ինչու է գողություն։ Այսօր աշխարհում գոյություն ունեցող 3000 լեզուներից բավական քչերն են, որ ունեն գրական լեզու։ Շատ ժողովուրդների չէ, որ հատուկ է լեզվի գրական տարբերակային գոյաձևը։ Բարեբախտաբար հպարտանալու տեղ ունենք գրական լեզու եւ գրական լեզվի պատմական փորձ արդեն 1600 տարի։ Իմ ծառը մեկ օրվա մեջ պտուղ տվեց։ Խալիֆը հրամայեց, որ դարձյալ 1000 դարեր։ Հարյուրավոր տերմիններ, քերականական, դրամաբանական հարյուրավոր տերմիններ այսօր, որ գործածվում են հայերենում, գալիս են հենց 5-րդ դարից։ Սա ևս առեղծվածային իրողություն է եւ դարձյալ շատ ժողովուրդների չի տրված հազվադեպ բան է, երբ գրերի ստեղծման ժամանակաշրջանը տարածիորեն զուգադիպում է նրա մշակույթի, գիտության, պատմագրության ստեղծման ժամանակաշրջանին։ Խոսքը եւ հետը պալատ տարա, որպեսզի նա դառնա իր երեխաների դասերը։ Բոլոր 36 տառերը, բոլոր 36 հնչյունները հայերենում նույնպես ունեն իրենց ֆունկցիաները, օրինակ բարակություն արտահայտելու ֆունկցիան իր վրա է վերցնում ջ հնչյունը, ասենք ճիլոկ, ճիփոտ, ճկույտ, ճզմել, ճակ, կամ երկարություն արտահայտելու ֆունկցիան իր վրա վերցնում է ձ հնչյունը, ասենք օղ կամ ձող, երկար, կլոր իմաստով, նույնը օ, որը կլորություն է արտահայտում եւ օծ։ Այս նույն հիմքի վրա նաև որց բառը, իսկ ինչ վերաբերվում է հնդեվրոպական մյուս լեզուներին, ապա հստակորեն կարելի է ասել, որ նրանց մոտ չկա հնչյունային իմաստաբանությունը, այսինքն այս հնչյունային իմաստաբանության օրենքները այնտեղ գործում են զուտ այնքանով, որքան նրանք կարող են գործել հայերեն լեզվի մեջ։ Այս առումով շատ հեշտությամբ կարելի է միանգամայն լուրջ կերպով հայտարարել, որ բոլոր հնդեվրոպական բառերի մեջ հնդեվրոպական նախալեզվի ժառանգորդը կամ հենց հայերենը հանդիսանում է ամբողջ հնդեվրոպական բառերի հիմքը կամ մայր լեզու։ Բայրոնը ի վերջո բայրոն լինելով հանդարտ ասել է Աստծո հետ պիտի հայերեն խոսել։ Մեզ համար լեզուն իրոք գոյության միակ կռվանն է ժողովրդի պահպանության, ազգապահպան գործառույթն է առաջնայինը։ Ընդհանրապես վերցնենք ցանկացած պետության
հիմնական ատրիբուտներն ինչա պետական լեզու, դրամ, բանակ։ Եվ ոնց եղավ, որ մենք 800 տարի առանց պետության դիմացանք, որովհետև մենք գտնվելով համարյա նույն պետության մեջ, Օսմանյան կայսրության մեջ օրինակ, ունենք այդ պետությանը ենթարկվում ենք դրամով, այդ պետության մեջ ծառայում ենք բանակում, բայց ունենք մեր լեզուն։ Նրա թափը մեզ համար չափվում է բանաստեղծական ընկալմամբ, ասեմ, հայկյան նետի սլացքի հեռավորությամբ եւ նրա զգացողությունը, գեղեցկության ընկալումը մեր բառ ու բանի արևահամ լինելու բնութագրությամբ։ Լեզուն նաև կարևորում է այնքանով, որ օրինակ այդ պետություն չունեցած տարիներին մենք բաժանվել ենք ռուսահայերի եւ ասենք տաճկահայերի ու տարբեր կայսրություններ, Օսմանյան կայսրությունը ուրիշ քաղաքականություն ավարել լեզվի նկատմամբ, այնտեղ հայտնի հասարակական վայրերում հայերեն խոսելով լեզուներ են կտրել, այդպես բաներ։ Հայաստանում մի քիչ ռուսական կայսրությունը ուրիշ քաղաքականություն ավարել լեզվի նկատմամբ։ Ու հիմա լեզվի հանդեպ ունեցած քաղաքականություններով մենք ստացել ենք բնավորությունների տարբերություն, չէ՞ որ ռուսահայերը մի քիչ ավելի ուրիշ բնավորություն ունեն։ Ու դա ամբողջությամբ մենք հայ ենք, մենք իրար հասկանում ենք, բայց դա ամբողջությամբ արտահայտվում է մեր հավաքական բնավորությունների տարբերության մեջ։ Մենք այն ժողովուրդն ենք, որ փառք Աստծո օտար լեզուներից վախենալու բան չունենք եւ մեր լեզվի հարստությունը շատ կողմերով պայմանավորված է մեզանում դարեր շարունակ օտար լեզուներ իմացող, օտար լեզուների տիրապետող մասնագետների առկայությամբ։ Մաշտոցն ինքը, նրա աշակերտները մոտավորապես հնդկական լեզու գիտեր նրանցից յուրաքանչյուրը, բայց նրանք թե Մաշտոցը, թե նրա բոլոր աշակերտները, որ մեր պատմիչներն են, հետագա մեր գիտնականներն են, այդ ամենը օտար լեզուների իմացությունը, նրանց բառապաշարը իսպաս դրեցին հայերենի զարգացման։ Գիտա փիլիսոփայական է Հումբոլտի ուսումնասիրությունը, Հումբոլտի ստեղծածը։ Հետևյալն է ասում. լեզուն ստեղծվել է մի մղումով, մի հարվածով։ Առաջին իսկ բառը արդեն նշանակել է ամբողջ լեզուն։ Եվ հետը տարավ բալատ, որպեսզի նա դառնա իր երեխաների դարձյալը։ Խոսում ենք հայերեն ամեն վայրկյան, առանց մտածելու, որ մենք առնչվում ենք այն լեզվի հետ, որը մեզ նեցուկ ամենազորեղն է։ Ես իմ ձևով եմ ընկալում լեզուն, նա իր։ Բայց եթե որևէ մեկից բանականությունը հասու չէ ընդունելու հայոց լեզուն իր ողջ հզորությամբ, ապա անգամ անհրաժեշտ է նորից վերադառնալ այս նստարաններին ու խոսել սովորել։